Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի բժիշկ թոքաբան Ռուբեն Հակոբյանին։ Բարև ձեզ բժիշկ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերն ընդունեցիք։ Ես ուրեմն շնորհակալ հրավերի համար։ Բժիշկ, այսօր խոսելու ենք տուբերկուլյոզից։ Ինչ է այն իրենից ներկայացնում, հիվանդությունը ընդհանրապես եւ տարիների ընթացքում արդյոք այն փոփոխության ենթարկվել է։ Այո։ Տուբերկուլյոզը ընդհանրապես համարում են սոցիալական հիվանդություն։ Նա կարծես բնութագրում է ժողովրդի կենսամագարտակը, ապրելաոճը։ Այդ պատճառով են կոչվում սոցիալական։ Հիվանդացությունը, այսպես ասեմ, շատ է եղել աշխարհում բավականին շատ մեր մոտ եւս։ Մեծ տուփ դիսպասեր ենք մենք ունեցել եւ Գյումրիում եւ Երևանում եւ մարզերում, Կիրովականում, Վանաձորում նույնպես։ Բայց աստիճանաբար պակասել է, ըստ երևույթին միջազգային ՈԶ, այդպես ասենք, առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղարկող տեղորայքի շնորհիվ։ Դե մենք չենք արտադրում այդ տեղորայքը, ուղարկում են հենց Եվրոպայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, որտեղ կան այդ գործարանները։ Զգալի պակասել են, դա բնականաբար ողջունելի է։ Ես նկատել եմ ամեն տարի նույնիսկ գրաֆիկը հիվանդացության ցուցանիշի առումով բավականին իջնում է։ Եվ չեմ զարմանում, եթե հավասարվի 0-ի։ Դա բնականաբար ֆտիզիատրիայի լավագույն ձեռքբերումն է մեր հանրապետությունում։ Ի տարբերություն ԱՊՀ մյուս նախկին ԽՍՀՄ տարածքի մյուս երկրների։ Բավականին լավ ցուցանիշ ունենք մենք բուժման առումով։ Հիվանդությունը բնականաբար շատ խապուսիկ է սկսվում։ Հաճախ շփոթում են թոքաբորբի, բրոնխիտի հետ եւ բուժում են ոչ սպეციფიկ, ասենք տուբերկուլոզի առումով։ Այդ իսկ պատճառով էլ շատ հաճախ նույնիսկ մեր խորհրդով եւ թերապևտներին եւ առաջի վագի բժիշկներին խորհուրդ ենք տալիս 3 շաբաթ անընդհատ ցկցկվող հազի խորհրդատվության դեպքում ապայման կատարել թոքաբանի կոնսուլտացիա, որովհետեւ պատճ չթողնենք։ Նո ռենտգեն հետազոտությունը բնականաբար առաջնահերթն է, բայց դա եւս անբավարար է։ Կատարում ենք խորխի բակտերիոլոգիական քննություն, բակտերոսկոպիկ։ Դա իհարկե մեր մոտ չի արվում, ուղարկում ենք կենտրոն։ Դա Աբովյանում է գտնվում եւ այնտեղից պատասխանը մենք ստանում ենք։ Եթե հաստատվեց տուբերկուլոզ, բուժումը բավականին երկարատև է։ Որպեսզի չշփոթենք այլ հիվանդության հետ, հա, շնչապատական կամ ինչ ախտանշաններ են առաջանում այս դեպքում։ Հիմնականում ասեմ ձեզ, սկսում են տանուր թուլությամբ, սուբֆեբրիլ ջերմությամբ, դա 37-7.5 մինչև 10 ջերմությամբ պերիոդիկ։ Քրտնարդադրության ախորժակի անկումով, քաշի կորստով ընդհանուր մինչև 10% մարմնի քաշի, նույնիսկ 20%։ Գնում է դեպի նիհարեցում։ Այո։ Եվ հիվանդները հաճախ ուշադրություն չեն դարձնում, կապում են քրոնիկ բրոնխիտի, ծխախոտի չարաշահման հետ, արագ իմունիտետի ցածր լինելու հետ, բայց այդպես չի։ Հարկավոր է հետազոտել։ Հազ լինում է։ Իհարկե, հազ խորխարդատվություն առաջի հերթին։ Նու գլխացավեր, անքնություն, ժամանակին ուղղակի պետք է հայտնաբերել, բնականաբար առաջին հերթին ռենտգենոգրաֆիայի միջոցով եւ կասկադի դեպքում խորխի քննություն, որը մենք ուղարկում ենք Աբովյանի մեր կենտրոնական հակատուբերկուլոզային դիսպանսեր։ Իսկ ընդհանուր առմամբ վարակի աղբյուր ինչը կամ ով է հանդիսանում։ Հիմնականում հիվանդ մարդն է, շփումը։ Այդ իսկ պատճառով էլ առաջ, այսինքն 20-րդ դարում, դե հիմա էլ կալանավայրերում, ովքեր շատ են գտնվել, բնականաբար փակ տարածքում շփումը իրանց հետ շատ է եղել։ Հիմնականում վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Նու կենտանիների շատ քիչ է պատահում, որ վարակում են, բայց հիմնականում հիվանդ մարդն է։ Վարակը օտակատիլային է, փոշային, այդպես ասեմ։ Այն միջավայրերը, որտեղ արևի լույսը այդպես լավ չի թափանցում։
քանի որ արևի լույսը համար առաջի միկրոբասման ազդեցություն ունի։ Դե հիմա կան այդպիսի կացարաններ, որտեղ մարդիկ ապրում են քիչ արև լույսով, տնագային պայմաններում, չնայած արդեն տնագային պայմանները արդեն աստիճանաբար լուծվում են։ Համերետը չկա, ասենք, մեր Գյումրիում, բայց էլի կա։ Դուք նշեցիք, որ նախկինում կալանավայրերում է այս հիվանդությունը Ավելի շատ։ Այսօր այդ վտանգը մենք ունենք։ Ոչ, հիմա կալանավայրերում եւս խիստ հսկողություն է, հագատուբերկուլոզային տեղորայք է այնտեղ տալիս եւ հայտնաբերում նույնիսկ Եվրոպան, որտեղ հատուկեն թիվներ կան, քիչ են այնտեղ անհամեմատ։ Շահագրգռված է, որովհետեւ տուբերկուլոզի հիվանդների թիվը ճնշվի այդ ինֆեկցիան, քանի որ վարակ սպառնում ամբողջ աշխարհին, թվում է իրենց։ Հիվանդության առաջացմանը հիմնականում ինչ է նպաստում, բացի արևի լույս չլինելու հանգամանքից։ Հիմնականում ես ասեցի, նախ վարակը, վարակվել է հիվանդ մարդուց։ Լավ, այդ մարդը որտեղից է վարակվել, բա։ Ինչ որ մի սկզբնաղբյուր։ Մեկ այլ մյուսից։ Ես չեմ ասում, որ վարակում են կենտաներից, օրինակ ժանդախտ ունի մի քանի փոխանցողներ, մկներ, կրձողներ, լվեր, արձիվներ եւ մարդ։ Այդպես սա իրար հետ խառնված։ Բայց սա այստեղ հիվանդ մարդն է հիմնականում վարակի աղբյուրը։ Եվ ես ասեմ, բոլորի մեջ այդ վացիլը կա։ Չի աշխատում հիմնականում։ Քանի որ մարդիկ ունեն բնածին իմունիտետ։ Ձեր բերով իմունիտետը դա բնականաբար կյանքի ընթացքում է նայած ինչ ձևի է մարդը ապրում, կազմակերպում իր կյանքը։ Ալկոհոլի չարաշահումը իջեցնում է իմունիտետը, ծխախոտի եւս, վնասակար այլ սովորություններ եւս հանգեցնում են։ Քրոնիկ հիվանդությունները կարող են նպաստավոր պայմաններ առաջացնել։ Քրոնիկ բրոնխիտը եւս ռիսկ է։ Հաճախակի կրկնվող թոքաբորբերը եւս միաբը վարակը բավականին եւ համակցված են հանդիպում իրար հետ միապ վարակ վիրուսային հեպատիտն մարսողական տրակտի հիվանդություններից ասենք գաստրիտը եւ ավելի շատ ստամոքսի հիվանդություն ռիսկի ֆակտոր համարենք այո միզասերական տրակտի հիվանդությունների վարակները եւս ռիսկի ֆակտոր են շատ ռիսկի ֆակտորներ կան, բայց հիմնականում դա որպես օտակատիլային փոշային ինֆեկցիա, ոնց որ ցույց է տալիս բնակչության բարեկեցությունը կենսամգրտակը։ Տեսեք ասֆալտապատումը տրամաբանորեն կլանում է արևի ճառագայթերը ավելի քիչ է փոշի բարձանում, քան ասենք ոչ ասֆալտապատ շրջանում քաղաքներում։ Բնականաբար դա էլ է նվազեցնում։ Բայց հիմնական էս եկել է մի եզրահանգման, դա իմունիտետն է։ Քանի որ շատ մարդիկ հիվանդանում են, բայց ոչ մի կանգատներ եւ օրգանիզմը իրեն հաղթահարում է։ Ինչ որ մի իմունիտետի, այսպես ասած, նախատարամադրվածություն կա, որ այս օրգանիզմը հագված է հատկապես այս հարուստի հետ։ Մյուսի չէ, բայց սրա հետ արդեն սկսում են աշխատել, հարուցիչն է ավելի ճիշտ սկսում աշխատել։ Հիվանդության համար գաղտնի շրջան կա։ Ես ասեմ, երկարատև կարող է բացիլը մնալ հիվանդի օրգանիզմում։ Պրակտիկ առողջ է, այդպես ասենք։ Եվ ցանկացած անբարենպաստ պայման կարող է նպաստել, որ արթնանա եւ սկսի կործել։ Ես ասեմ, մեր բոլորի մեջ կա այդ բացիլը։ Ուղղակի չի աշխատում։ Ես աշխատում եմ 95 թվականից Նեվ հաճախ նույնիսկ դիմագել չեմ գրել, բայց հլը առողջ եմ։ Չեք վախեցել։ Չէ, ես ասեմ վախենալը ոչինչ, ինչ պետք է օգնի վախենալը։ Եթե ընդրել ես մասնագիտություն, պետք է աշխատես։ Վախեցանք եւ ինչ դրանով կօգնեմ ինձ։ Իսկ հիվանդներին ով օգնելու։ Դրանով իսկ հաղթահարել։ Եվ ունենք ընդամենը 1-2 հոգի են կարծեմ հիվանդացել, ու այդ պայմաններում գտնվող բուժքույրեր։ Բայց հիմնականում
մի քիչ ամենայդեպս մարդ պետք է իրան ելևի բնականաբար։ Այո, զգոն լինել։ Դիմագը պետք է լինի։ Իսկ տուբերկուլյոզը միավոր հիվանդների համար կարող է հանդիսանալ մահվան պատճառ։ Միավը հանդիսանում է տուբերկուլյոզի սրացման պատճառ։ Միավի դեպքում գնում է իմունիտետը, չէ՞, ինչքան ժողովրդին հայտնի է։ Որ լեյկոցիտների մի տեսակ է, որ ճնշում է միավից։ Դա պաստորեն օրգանիզմի բարիերն է, պայքարող ուժ։ Եթե ընկավ, արդեն ցուպիգի համար դա տուբերկուլյոզի ցուպիգի համար դա արդեն հոյակապ միջավայր է։ Եվ այդպեսի հիվանդներ ունենք։ Միավցիավորակ տուբերկուլյոզ տեղակայուն ձև ասելով հասկանում ենք, որ առաջնային տեղորայքները այլևս չնական։ Երկրորդ շարքի պրեպարատները կօգտագործում, որովհետև դարձյալ ստանում ենք Եվրոպայից։ Եվ միաժամանակ համակցված վիտամին հեպատիտ C-ի հետ։ Տեսեք, մի ամբողջ բուկետ է ստացվում։ Բայց հիվանդներ կան, որ էլի կարողանում են ապրել շնորհիվ մեր տեղորայքի։ Ցուցանիշը ինչպիսին է այսօր բուժառուների թվի։ Բուժառուների թվի ցուցանիշը այնքան ցածր է, որ կարելի է հաշվել մատների վրա։ Երևի մի 10-15 վերջի թիվը կան այստեղ չեմ նշում, քանի որ ամեն տարի փոփոխվում է, իջնում է։ Իսկ մի քանի տասնյակովին Հայաստանի համար չեմ կարծում, որ թիվ է։ Տեսեք, դուք նշում եք, որ ցուցանիշը նվազել է, ճիշտ է, սա իհարկե միանշանակ ողջունելի է։ Բայց նաև մենք արդյոք ունենք վտանգ արտերկրից եկող այդ այցելուների հետ կապված։ Մեր քաղաքացիներ հաճախ գնում են Ռուսաստան աշխատելու։ Իրենց կենսամագարտակի համար եւ այնտեղից բերում են թե միավ, թե հիվանդացություն, թե բացել։ Եվ մեր մոտ եւս կա ինտեգրացիայի, էմիգրացիայի, այդպես ասեմ, շատ արտերկրացիներ։ Օտարերկրացիներ, այդպես ասեմ։ Հնդկաստանից, Բանգլադեշից, Պակիստանից, Աֆրիկայից։ Մի քանի տասնյակ տարի առաջ այդքան շատ չէր, բայց հիմա կա ամեն մեկը մի ինֆեկցիա։ Վերում են եւ արդյունքը երկար ժամանակ թաքնված է լինում եւ կպնում է արտանում են մարդու մոտ, որը արդեն կորցրել է իր իմունիտետը։ Իսկ իմունիտետը գիտենք արդեն ինչից է գնում։ Դա դեպրեսիաներն է, ստրեսներն է, սննդի ոչ լիարժեք օգտագործումը, ալկոհոլիզմը, նարկոմանիան, ծխախոտի խիստ չարաշահումը։ Իսկ եթե մարդը ունի քրոնիկ այլ հիվանդություններ, առավել ևս, օրինակ գաստրիտ, ստամոքսիխոզ։ Հոյակապ ստիմուլ է միկոբակտերիայի տուբերկուլոզի զարգացման համար։ Քրոնիկ բրոնխիտները, պնևմոնիա, տոկաբորբը, մեզասերական օրգանի հիվանդությունները, ցանկացած քրոնիկ հիվանդություն շատ լավ հիմք են, որպեսզի կարողանա գլուխ բարձրացնել։ Բայց մեր մոտ բավականին լավ հիմքերի վրա է դրված, քանի որ հիվանդների թիվը բավականին քիչ է։ Որ մենք արդեն մտածում ենք, որ միգուցե եւ զորոյանա։ Մնա միայն օտարերկրացիների կողմից բերվող վարակները եւ մեր քաղաքացիներ, որոնք բերում են Ռուսաստանից։ Դա ամենայն դեպս առողջական ոլորտում մեծ ձեռքբերում կարելի է։ Բավականին մեծ ձեռքբերում է, ստերոիդին հետ այդ պատճառով էլ փակվեց բնականաբար մեր հակատուբերկուլոզային դիսֆանսերը, բայց ես դեմ եմ եղել կտրուկ կոպիտ դեմ, քանի որ հիմա տուբերկուլոզը փոխում է իր դեմքը։ Այդ ստանդարտ կանգատները հաց, խորխարոդադրություն, արնախում այլևս էական չեն։ Կարող է մեկ այլ կերպ արտահայտվել։ Այո, տարիների ընթացքում կալխապետույր նեյրոպաթիաներ, ով ինչ գիտե։ Ինչքան գանգատ կա, կարող է ի հայտ գալ։ Բացի ասենք կոպիտ հազից կամ խորխարոդադրությունից կամ ասենք արնախումից։ Ջերմություններ կարող է չունենալ եւ հանգարցակի նկարում ենք հայտնաբերում ենք տուբերկուլոզային օջախ։ Իսկ եթե ակտիվ արդեն ինքը հասցրել է իր վարակը տարածել։
Ամենս որ զգոնությունը թույլատնելը ամենադեպս նույնիսկ ստատիոնար փակել ես համարում եմ սխալ։ Բայց դա մեր որոշելու հարցը չի։ Եթե այսպես ուրեմն այսպես պետք է լիներ։ Հատուկ սննդակարգ կա, որով պետք է առաջնորդվի հիվանդը։ Չէ, ասի որ այդպես հատուկ սննդակարգ ինչ պետք է ունի։ Սովորական սնունդ պետք։ Նորմալ կալորականությամբ, ռեժիմով։ Ռեժիմի խանգարումը դուք լավ գիտեք, բերում է խոցի, կաստրետի, որը քիչ առաջ ասեցի, որ բնականաբար եւս հիմք է, որովհետեւ զարգանա հարուցիչ, միկոբակտերիան։ Ստրեսներից հնարավոր չի խոսալ։ Իսկ բուժումը երկար է տևում։ Այո, առաջին անգամ հայտնաբերվածի դեպքում բուժումը պետք է տևի 6 ամիս, 2 ստացիոնար, 2 ամիսը ստացիոնար, 4 ամիս ամբուլատոր։ Իսկ կրկնվելու դեպքում 8 ամիս։ Բայց քանի որ շատացել է տեղարկակայում տուբերկուլյոզը, դա արդեն տևում է տարի ու կես, մինչև 2 տարի։ Հիվանդը պետք է ունենա անպիրություն։ Իսկ այդ ընթացքում նա պետք է մեկուսացած լինի։ Միայն բացիլակրության շրջան։ Բացիլակրության շրջանում մեկուսացված ստացիոնարում դե հիվանդը հետո վերադառնում է տուն։ Ինչ անի։ Ումից մեկուսանա։ Տնետիների չի կարող։ Մինչև բացիլակրության ավարտը ամենադեպս ցանկալի է որ տանում։ Իսկ հատուկ ռեժիմ կա արդեն տանը, չգիտեմ, առանձին բաժակ, ափսե։ Ցանկալի է օգտագործել առանձին, բայց հիմնականում դա օտակատիլային վարակ է։ Նույն բնականաբար անձեռոցիկով, տաշկինագով կամ ծրպիչներով չի կարող օգտագործել, ունենա իր սեփականը։ Դա չի խանգարի։ Բայց հիվանդը եւս սոցիալական էակ է, չի կարելի պանդիպես բայել։ Եթե բացիլակրությունը վերացած է, նա կարող է բնականաբար դուրս գալ։ Իսկ այդ բացիլակրության շրջանը ինչքան է տևում։ Նայած մարդ։ Բավական նայած հիվանդ, այսինքն եղել է բավական է որ 1 ամիս հետո վերանա։ Հիմնականում 2 ամիս հետո։ Եղել է նույնիսկ ավելի շատ ամիսներ կախված է իմունիտետից եւ հիվանդության խորացվածության աշանից։ Երբ որ խորոջ է առաջանում այսինքն ֆիբրոզ կավերնոզի դեպքում դա բավականին երկար է բուժումը։ Այսինքն բացիլազադող տուբերկուլոզ կա եւ ոչ բացիլազադող։ Ոչ բացիլազադողը նրանով է վտանգավոր, դա թեթև ձև է, որ չի հայտնաբերվում։ Սկզբնական շրջանում բուժումը որպես թոքաբոր բրոնխիտ, բայց միջև զարգանա։ Այստեղ խիստ կարևոր է հիվանդի հետ զրուցել անամնեզը, այսպես ասած։ Այսինքն բարձ է կոնտակտավորներ կան տնեցիները, ինչ որ հիվանդի հետ շփումը։ Եվ այստեղ անկեղծության պակաս կա, շատերը պահում են։ Թաքցնում են։ Իսկ երկարատև անամնեզ հավաքելուց եւ խոսելուց վերջը բարձում է որ կա։ Դες այլ փոքր քաղաք է, կան մեջ է Երևանի չափ։ Ինֆորմացիան տարածում է որը հիվանդներին դուրս չի գալիս։ Բայց բժշկի հետ վերջը անկեղծությունը պետք է։ Այո։ Բժիշկն ունի իր գաղտնիք վայելու հատկություն։ Ոչ միայն պետք է, այլև պարտադիր է։ Պարտադիր է, չնայած կարելի է խոստովանել, որ շատ դեպքում ինֆորմացիայի արդյունք տեղին ունեն։ Որոշ մարդկանց չնորհ, որովհետև հիվանդներին դուրս չի գալիս։ Տուբերկուլյոզի դեմ պատվաստումը այսօր արդիական է։ Դե ինչ, նախ կանխարգելումն է շատ կարևոր, ես ասեմ։ Կանխարգելում է եւ դիագնոստիկ նպատակով տուբերկուլին մենք ունենք, դրանով ենք հայտնաբերում, բայց դա 100%-անոց չի, քանի որ ավելի շատ դեռահասների եւ երեխաների մոտ է հայտնաբերվում։ Կարող է գրպի ժամանակ հետարական տա։ Դա ուղղակի հիմք է, որ մենք չարարակենք հետազոտությունը։ Բայց պատվաստանիվ այդպես չեմ ասել, գոյություն չունի։ Փորձել են տարբեր տեսակի, բայց իմաստ չունի։ Դա ժամանակին հայտնաբերում է առողջ ապրելակերպը, քրոնիկ հիվանդությունները բուժելը եւ աշխատել, դա մենք չենք կարող, քանի որ
մենք բոլորս սոցիալական էակներ ենք, շփվում ենք միմյանց հետ եւ չգիտենք ով ինչ ինֆեկցիա ունի իր ներսում։ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում, հա, բոլոր նպաստավոր պայմանները կան այս հիվանդությունը կանխարգելելու համար, այսինքն հետազոտությունից։ Հետազոտությունը այսպես է, ցավոք լիակադար չեն կարող ասել, որ ամեն ինչ կանխում ենք ժամանակին։ Մի քանի կետեր կա, որ հարկավոր է պաշտպանել։ Նախ լուսաբանումը, բուժքույրերի, բժիշկներին, որ այսինչ կանգատների դեպքում անպայման ֆտիզիատրին աչքի տակ ունեցեք։ Նույն ձևի նաև հիվանդներին բացատրել, որ միգուցե այս հիվանդությունն է կոմոդ արկա, եկեք ստուգենք։ Ուղղակի խորքի անալիզ է հարկավոր վերցնել, ուղարկել մեր կենտրոնական լաբորատորիան Աբովյան, դե բացի դրանից ռենտգենոգրաֆիան, այս երկուսը շատ կարևոր է, մասնագիտական եզրագացություն, ռենտգենոգրաֆիկ քննության, նաև անամնեստիկ տվյալները, ինչով է հիվանդ եղել, ինչ ռիսկի ֆակտորներ կան, որտեղ է գտնվել, ինչով է հիվանդացել, եւ անկեղծ, եթե բժիշկը կարողանում է հիվանդ իրեն ամեն ինչ ասում, եթե չէ կարող է թաքնված է պահել։ Իսկ այստեղ թիմային աշխատանքը հենց թիմային աշխատանքը նեղ մասնագետի եւ առաջնային օղակի համագործակցությունն է, այսպես ասեմ։ Դա բնականաբար շփումը պետք է որ ասեն, այս հիվանդը այս կասկածում է։ Ինչ խորհուրդ կտակ անելու։ Կամ կատարել եմ ռենտգենոգրաֆիա, դե բոլոր բժիշկներն քիչ թե շատ ռենտգենից հասկանում են, բայց ոնց որ ասած սպეციალիստը որ այդ նկարաբելի շատ է տեսել եւ ստացիոնարում պրակտիկայում ավելի շատ համոզել է, քանի տոկոսով է հավանական, բնականաբար պետք է սպециалիստի աջակցություն, կոնսուլտացիա։ Նոր ասեցիք, ինչ բառ ասեցիք, միաժամանակ, հա, թիմային աշխատանք, այո, անպայման։ Մեր հիվանդների առումով կա եւս մի առավելություն, հատկապես տաց գրասենյակի կողմից տուբերկուլոզի պաշտպանության, որ հիվանդներին տրվում է նաև աջակցության փաթեթներ, տրամական ձևով, թե ասենք կենցաղային, տրասպորտային ծախսերով գալու մարտա, ինձ թվում է քիչ չէ։ Մանավանդ որ տեղորայքն էլ անվճարը մնում է, որ իրենց հետևեն եւ կատարեն բժշկի ցուցումները։ Եվ մեծ հավանականություն կա, որ կառողջանան։ Ցավոք առանցին դեպքերում բնականաբար բուժումը նույնիսկ էֆեկտ չի տալիս։ Դա արդեն հազվագյուտ։ Դա արդեն բարդացված դեպքեր են։ Մահացության դեպքեր առաջ շատ են եղել, բայց հիմա նույնիսկ մեկ մահացությունը մի քանի տարում Գյումրիի համար մեծ են համարում։ Պատճառը մի ամբողջ հիվանդությունների բուկետն է։ Միավարակ, տուբերկուլոզ, հեպատիտ C եւ խոց էլիտ կանից հետո այդ հիվանդը ինչքան գիտեմ կարողացավ 5 տարի, ասենք ոչ թե ինչքան գիտեմ, այլ լավ գիտեմ, իմ հիվանդն է եղել 5-6 տարի այդ վիճակով այդպես դիմանալ։ Բավականին նիհարեց քաշիկ գրեթե կրկնակի կեսը, այդ շարունակում էր ապրել։ Երբի իմունիտետը ոնց որ ասած էլի աշխատում էր։ Եվ ես միշտ եմ համարել իմունիտետ, դարձյալ իմունիտետ։ Եվ քանի որ բախտ ունենա բնածին ունենա։ Այո, քանի որ ինձ արդեն հուշում եմ, որ մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, ես կուզենամ որպես մասնագետ, հա, ձեր կոչը եւ հորդորը հղեք մեր հեռուստադիտողներին։ Ես միայն մի բան կարող եմ ցանկանալ, դա կոչ չի կոչվում։ Որ շատ եմ ասել, միգուցե սխալ եմ ասել, որ ցանկանում եմ որ մարդ բնածին իմունիտետով ծնվի, առողջ։ Դա մի քիչ ժողովրդական էլ է ընկնում, բայց մյուս կողմից առողջությունը մարդու ձեռքն է։ Անասագար սովորություններից հրաժարվելը, աշխատելը պարտադիր, լավ չի աշխատում ստրես բույն է։ Չի կարող չաշխատող մարդը ստրես չունենալ։ Հազար ու մի խնդիրներ, հիմա ավելի շատ են, քան առաջ։ Քանի որ հիմա բաժանմունքները մարդկանց ավելի են շատացել, բնականաբար ստրեսը եւս։ Հետևել առողջությունը իրանց, չնայած մեկիկներս
հետևում ենք եւ խախտում ենք։ Ինչ կան ասես։ Դա վերաբերում է եւ ծխախոտին, եւ ալկոհոլի չարաշահմանը, եւ նարկոմանիային, որը ցավոք շատ առաջ է գնում, զարգանում է տարբեր տեսակի, ես ասեմ, նույնիսկ թաքնված չգիտենք քանակի ինչ կան է։ Բայց այդ սիրունդը գիտեմ, որ դա իր ավական է, փճացնում է։ Հորդոր ենք։ Հիմա ես հիվանդին ասում եմ, մի ծխի։ Նա էլ գիտե։ Իսկ ինչ ծեր անենք, որ չծխի։ Սիգարետը ձեռքից առնենք, թե ավելորդ բաժակը ձեռքից առնենք։ Համենայն դեպս մեզանից անցնում է զգուշացնելը։ Զգուշացնելը երբեմն միայն զգուշացումը չէ, համոզելու հատկությունը խիստ կարևոր է։ Եղել է հիվանդ ինձ հաջողել է համոզել, հիվանդ եղել ընդհանրապես անտեղ չի տրել։ Որտեղ ասում են առաջի հերթին մարդու առողջությունը իր ձեռքում է։ Այո, ստրեսակայունություն եւ առողջ ապրելակերպ։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Արգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ Մեդինֆոյի տաղավարում այսօր հյուրընկալել էին Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի բժիշկ թոքաբան Ռուբեն Հակոբյանին։ Լինենք առողջ, Մեդինֆոներ եթերում կհանդիպենք։